So, Excellencies, dear colleagues, Երևանում անցկացվող եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն առաջին հայացքից թվում էր եվրոպական միասնականության ցուցադրություն, սակայն խորքում այն ավելի շատ բացահայտում էր մեկ այլ իրականություն՝ Եվրոպա, որը գտնվում է ոչ թե կայունության, այլ վերադասավորման փուլում։ Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի գնահատմամբ Երևանում հավաքված կազմը լիովին չի ներկայացնում վաղվա Եվրոպան։ ԵՔՀ Երևանյան կազմը ոչ թե ապագայի արդեն ձևավորված Եվրոպան է, այլ հին եվրոպական քաղաքական ցիկլի վերջին մեծ հավաքներից մեկը։ Հայաստանը հյուրընկալում է ոչ միայն առաջնորդների, այլ նաև ավարտվող մանդատների, թուլացող լեգիտիմությունների և նոր եվրոպական վերադասավորման միջանկյալ պահը։ Այս ֆոնին հաճախ առանձնացվում են առանցքային դեմքերը՝ Էմանուել Մակրոն, Քիր Սթարմեր, նաև եվրոպական ինստիտուցիոնալ շարունակականությունը ներկայացնող Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Սակայն ըստ վերլուծությունների նրանց ներկայությունը ավելի շատ ապահովում է համակարգի շարունակականությունը, քան արտացոլում նոր քաղաքական լեգիտիմացիան։ Մեկ այլ դիտարկմամբ եվրոպական քաղաքական դաշտը ներկայումս ձևափոխման փուլում է։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով արտաքին փայլուն ձևաչափից դուրս առկա են խորքային հակասություններ։ Կա գեղեցիկ արտաքին տեսք, որի մեջ կան բազմաթիվ խնդիրներ, եվրոպական առաջնորդներ, ովքեր ունեն միմյանց հետ շատ ավելի հակադիր շահեր բազմաթիվ հարցերում, քան կոնսոլիդացնող շահեր։ Ընդ որում, եթե խոսենք գլոբալ արևմուտքի մասին, նկատում եմ ներառյալ Միացյալ Նահանգները, ներառյալ Կանադան եւ այն բոլոր պետությունները, որոնք ընկալվում են որպես հավաքական արևմուտք, մենք կտեսնենք, որ ձևավորվել է այնպիսի գլոբալ կոնյունկտուրա, որտեղ կան որոշակի տարաբաժանումներ, շահերի հակասություններ։ Պողոսյանի խոսքով Եվրոպան առաջիկա տարիներին կարող է կանգնել լուրջ ձևավորումների առաջ, ինչպես անվտանգային, այնպես էլ քաղաքական առումով։ Նրա գնահատմամբ այսօր արդեն տեսանելի են այդ փոփոխությունների նախանշանները թե ՆԱՏՕ-ի ներսում, թե եվրոպական երկրների միջև հարաբերություններում։ Միևնույն ժամանակ փորձագետը զգուշացնում է, նման գագաթնաժողովներից ակնկալվող անմիջական գործնական արդյունքները հաճախ չափազանցվում են։ Այս հանդիպումներից կմնա միայն սղագրությունը։ Արարողակարգային ժպիտները, խոսքերը, գրկախառնությունները, աջակցությունները կավարտվեն, երբ ավարտվեն արարողակարգային միջոցառումները։ Այն, ինչ կմնա մեզ հետ, ոչ թե երկրի հակառակ, գունավոր և ֆորմալ, այլ իրական կողմում, առանց ֆիլտրերի, արարողակարգերի, համերգների և գույների, այլ հողի վրա, այս նկարն է, այս դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ։ Երևանում ձևավորված պատկերը զուգահեռ ձեռնտու է թե Հայաստանի, թե Եվրոպայի գործող դերակատարներին։ Նրանք համատեղ թշնամու կերպար են ձևավորում, հավաքվում շուրջն ու մտածում նրանից պաշտպանվելու մասին, նշում է Արա Պողոսյանը։ Դրանց բոլոր քայլերը բխում են բացառապես իրենց շահերից։ Միամտություն, մանկամտություն կլինի կարծելը, որ նույնիսկ իշխող ուժի վարկանիշի համար նրանք կգային Հայաստան, որպեսզի այդ վարկանիշը բարձրացնեն։ Նրանք ունեն իրենց շահերը, իրենց քաղաքական հաշվարկները, գեոպոլիտիկ մեսիջները, որոնց վրա հենվելու են։ Մի կողմից դիվանագիտական ակտիվություն, բարձր մակարդակի հանդիպումներ և եվրոպական ներկայություն, մյուս կողմից փորձագիտական զգուշավոր գնահատականներ եվրոպական ներքին գործընթացների վերաբերյալ։ Երևանն այս օրերին հյուրընկալում էր ոչ միայն եվրոպական առաջնորդների, այլ նաև քաղաքական անցումի մի փուլ, մի Եվրոպա, որն ինքնին ձևավորման փուլում է։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։